Կաթնախբյուրցի Մուշեղ Գարշոյանն ավարտել էր գյուղատնտեսական ինստիտուտը։ Ուներ այգեգործի որակավորում։ Սիրում էր իր մասնագիտությունը եւ մտադիր էր չէր մուտք գործել գրականություն։ Ստեղծագործեց ընդամենը 15 տարի։ Հասցրեց ստեղծել Բոֆտուն, Ձորի Միրո, Մամփրե արքան, Մարութասարի ամպերը եւ ելի մի քանի գրքեր, որոնք նրան հավերժացրին ոչ միայն գրականության մեջ, այլև հայ ժողովրդի հավաքական հիշողության։ Այս պարտեզը շատ նման է Չանախճի գյուղում գտնվող Պարուր Սևակի այգուն։ Թե այնտեղ, թե այստեղ ծառերը կրում են տաղանդավոր գրողների մատնահետքերը։ Գյուղատնտեսի որակավորման, բայց բանաստեղծի էությամբ արձակագիր Մուշեղ Գարշոյանը միայն Արտենիի, Արագածի եւ Դալարիկի այգիները չի հիմնել, այլ մեկիկ, հատիկ տնկել հայրական տան բակի այս ծառերը։ Սակայն միայն այգիները չէ, որ նման են, այլ նրանց ճակատագրերը։ Երկուսն էլ զոհվեցին 47 տարեկանում, եւ երկուսի ողբերգական մահվանն էլ հաջորդեց հարցը. պատահար, դավ թե ինքնասպանություն։ Մոտենալու համար ճշմարտության անհրաժեշտ է հետ գնալ եւ հայաց գցել գրական այն ճանապարհի վրա, որով անցավ գրողը։ Անցավ առանց կանգառի, անցավ սրընթաց։ Քիչ էր այս աշխարհի վրա նրան տրված ժամանակը։ Ցանկացած գրող երբ ասպարեզ է մտնում, ունի թեմայի, նյութի ընտրության իրավունք։ Մուշեղ Գարշոյանը ստացվում է զուրկ էր այդ նախընտրության գնալու իրավունքից։ Իր մարդաբանական տեսակը, գրողի իր տեսակը արդեն դատապարտված էր։ Դառնալու այդ մեծագույն աղետի վավերագրողը, պատմիչը։ Միշտ էլ իր մասին միշտ լավ բաներ էին գրում, բայց իրեն դա այնքան էլ չէր գոհացնում, ասում է Մարսալը, ես շատ բան ունեմ անելու, որովհետև ես շատ ուշացած մտա գրական ասպարեզ։ Մուշեղ Գարշոյանի պապը հայտնի Ֆիդայի Գարշո մանուկը մինչև 47 տարեկան անտառաճանաչ էր։ Երեխա ժամանակից զենք վերցնելով չէր հասցրել կրթություն ստանալ, բայց 47 տարեկանում սովորում է Մեստրոպյան տառերը, որ գրի առնի Ֆիդայիների կյանքի ու մակարոնի պատմությունը։ Ուշ տարիքում գրականություն մտած Մուշեղ Գարշոյանի համար այս փաստը ոչ միայն օրինակ էր, այլև ուղենիշ թեմայի ընտրության համար։ Ինքը զարմանալի մարդ էր, իր հեքիաթն էր զարմանալի, իր մարդկային տեսակն էր զարմանալի։ Մուշեղ Գարշոյանը չէր քայլում Երևանի փողոցներով, նայեն Դուրյանի բանաստեղծությունը կա, հպարտ կանցնիմ քո հետ, խրոխտ անցնում էր Երևանի միջով, խրոխտ անդադար գնում էր, անդադար շտապում էր, անդադար շտապ մի տեղ էր գնում ես Ռուսահայաստանով, այսինքն ամբողջ այդ կորուստը, ամբողջ արևմտյան Հայաստանի կորուստը, պապերի, ապու պապերի, տոհմի ամբողջ այս պատմությունը շալակն առնած Երևանով, Թալինով, Կաթնախբյուրով, ուր գնար այդ շալակը իր մեջքից վայր չդրեց։ Ես համոզված եմ, որ Մուշեղ Գարշոյանի համար գրականությունը պատրվակ էր, որպեսզի նա անցներ նվիրյալ զինվորի իր մարտիրոսության հստակ ճանապարհը։ Նա իր տոհմի, որ նույն է թե ազգի պատմությունը պիտի գրեր եւ վերագտավ իր տոհմի ժառանգորդական հիմքերը։ Մանուկյան ազգանունը փոխարինեց Գարշոյանով, բայց կարևորը ազգանունը չէր, այլ ազնվական ցեղի արյունը, որ կրում էր իր երակներում։ Գևորգ Էմինը իր հոդվածներից մեկում այսպիսի միտք էր հայտնել, որ մեր գրականության մեջ չափազանց շատ են գեղարվեստական տաղանդները, խոսքի վարպետները, պատումի վարպետները, բայց մատների վրա կարելի է հաշվել բարոյական տաղանդները։ Այդ հազվագյուտներից մեկն էր իմ խորին համոզմամբ Մուշեղ Գարշոյանը, որը իսկապես բարոյական բարձր տաղանդ էր, նախ եւ առաջ։ Հիմա ես չէի ուզի, որ սխալ հասկացվի, թե ես նախապատվություն եմ տալիս նրա գրական տաղանդին, դրանք զարմանալիորեն անքակտելի էին, միասնական։ Նա ինձ համար գեղարվեստական գործ գրողից շատ ավելի բարձր բան էր։ Երևի իսկապես դրանից բարձր բան կա, գեղարվեստական բան կարող է ստեղծվի, ինչ որ ասենք, չգիտեմ, բայց այդ ոգուց զուրկ
նա եզակի գրող էր, դա եզակի երևույթ էր, երևի այդ ոգին իրեն ստիպեց, որ ինքը գրի առնի։ Չկա նրան քիչ թե շատ ճանաչած մեկը, որի ակնածանքն անվերապահ չլինի։ Նրա մասին ասել, թե ապրում էր անանձնական կյանքով, շատ քիչ է։ Նա ամբողջությամբ ոգի էր, կազմված կարոտից, բարությունից ու տաղանդից։ Ոգեղենությունն ու անանձնականությունը նրա ողջ գրականության տեսակն են բնորոշում։ Ինքն ասում էր, որ Սասնոց ձորերով մեկ կարոտ կա իր հոգում, իսկ նրա հերոսները շարունակելով ավելացնում են. կարոտից զորեղ բան աշխարհ չկա, կարոտը տխրություն է, անուշ տխրություն, ու այդ տխրությունը մարդու հոգին կմեծացնե։ Ինչքան իր հերոսներն էին ուղամիտ ու ըմբոստ, ինքն էր, որ իր հերոսները այդքան ըմբոստ էին։ Ընդմիշտ մնաց նժույքի վրա, ընդմիշտ մնաց սլացքի մեջ, եւ Դավոն պատմվածքում մի այդ ավարտի հատվածում մի դրվագ կա, որ անչափ բնորոշ է Մուշեղ Գաշյան գրողին, արվեստագետին, եւ նա ասում է, եւ գնում էր Դավոն ձյուականջը մտած, մերկացած սուրը ճակատին, Իրիկնը պահի հարևը բոցկլտում էր մերկսրին, համբրում ճակատը, եւ աչքերի դիմաց կայսկլտացող կարմիր ու կանաչ պեծեր Դավոն սուրում էր դեպի արևմուտք, դեպի հեռու լեռների վրա փշրված արևը։ Ասել թե Մուշեղ Գարշոյան մարդն ու գրողը ընդդիմադիր էր իշխանություններին, կլինի չափազանց, բայց նա ըմբոստ էր, ազնվական ըմբոստ։ Ինքը քաղաքային խորհրդի պատգամավոր էր, ցնցել էր ամբողջ հանրապետությունը եւ քաղաքապետը կորցրել էր իրեն։ Այդպիսի ըմբոստ ելույթ ուղղված քաղաքական համակարգի ռեժիմի դեմ եւ անարդարության դեմ ու վերացման դրա առաջ քաշած հարցերի դեմ, այդպիսի ելույթ այսօրվա դրությամբ ոչ մի այսօրվա դրությամբ հնարավոր չէ։ Ինքն իր գրողական ազատության մասին ասում էր, եթե ինձ ավելի շատ ազատություն տային, ես կգրեի էլի այնպես, ինչպես հիմա եմ գրում։ Նա փորձում էր գրականությամբ մոռացությունից փրկել իր Սասունն ու Մուշը, ինչպես Մահարին Վանը կամ Մնձուրին իր Արմտանը, եւ դա անում էր ասես շարունակելով Սասնո դուցած ներկությունը, շարունակելով մեր էպոսը։ Ամիսներով նստում էր մատենադարան ու արխիվային նյութեր հետ բոլոր պատմական նյութերը ինքը մշակում, գրում, ճշտում։ Վերջին հաշվով օրերով նա գյուղ ման էր գալիս այդ մեծերի հետ զրուցում էր, բոլորին համեմատում, մաքրում էր։ Լինում էր դեպքեր, ես մեքենայով տանում էի, մեծ մարդ էր, բավականի տարիքով, մի քիչ զրուցում էր, արդեն ինքը զգում էր, դա չի պատմություն, դա հորինում էր։ Հերս որ պատմում է, իսկական բանաստեղծ լինի, ոչ մի տառ տեղը տեղին, պատմական տեղերով, վայրերով, բնությունով այսպես նկարագրում էր ամեն ինչ։ Ու միլիոն անգամ նույն բանը պատմելուց անընդհատ ասում էր, մարդ տեսնում ես, հորս աբան էր ասում, աբան ասում է, միլիոն անգամ տաս նույն բանը կա։ Նրա հերոսները, եթե ուշադրություն դարձնեք, իսկապես այդ էպիկական մաքրությունը ունեն։ Դա անշուշտ նրա արմատներից է գալիս այն Սասնո ավանդներն են, ի վերջո էպոսի արմատները միանգամից այդպես չեն կարող անետանալ, չնայած այս քաղաքակրթությունը իր ավերները գործեց, բայց այնուամենայնիվ այդ ավանդները գիտակցության մեջ երկար են մնում եւ նրա գործերում դա կա։ Նա շրջում էր գյուղերում, հանդիպած ամեն Սասունցու մեջ վերագտնում իր արմատները, ամեն պատմության մեջ տեսնում իր կյանքի գիծը, իր Սասնո տունը, որ հոր պատմածով էր վերստուգվում եւ հաստատվում մոր արցունքով։ Եկավ Մուշեղը, անծանոթ, ձեր տվեց ասեց Մուշեղ, ասում էլիք, իրար վրա հարցը փորձ արինք, ով ինչավ եւ այլ, ասի, կակավա ձորից եմ, հերս գերմավցի Մարի Հագոպնա։ Մուշեղը ասեց, ուրեմն մեր տուն պետք է գնանք։ Մի կապույտ աչքերով մեծ կին, բարի,
լավ կին, լավ սասունցի մայր, գրգեցի, բաջեցի, մուշեղը լաց եղավ, աչքերից արցունքը գտապավ, ասից մուշեղ մերնիմ քարևուն, դու իմ ալիս կդիզմ բաբուդուն բերի հոդը, իմ հորտունը գդել ես, բերի եկես տեղ։ Նրա արձակում խառնված էին էպիկականն ու քնարականը, իսկ երևակայության մեջ իրականն ու պատրանքը։ Մեկ էլ կիրագորոս տեղ նստած եմ, մուշեղը գալիս էր, հոգնած գալիս էր, ասում էր սկզբից մի հատ թանթվեք խմեմ, նոր հետո կխոսանք։ Հիշում եմ, որ նու աղջկիներ ունեի, եղել էր առաջին տղես։ Անունը դրել էի Դավիթ։ Մուշեղը իմացել է, որ ինձ տղա է եղել, անունն էլ Դավիթ, ելել էր Երևանից եկել, ասեց դու ես երեխային ուշադիր նայել ես, ասին չէ, ասեց точно սասունցի Դավիթը լինի, այ մարդ ասեց խելքը տրտրել ես, դու սասունցի Դավիթի ուր ես տեսել, ասեց դու չես պատկերացնում ոնց ա եղել սասունցի Դավիթը, ասում մուշեղ, եղել է մի աշտահա ուժեղ մարդ ա եղել, շատ գեմ, ինչ եղել, չէ, սենց ա եղել, հենց էսի սասունցի Դավիթը, իրա մանկությունը, սասունցի Դավիթը ծնվել եկել աշխարհ։ Քարքարոտ այս լեռներում ապաստանած սասունցիներն ու մշեցիներն էին նրա գրական հերոսները, որոնք այստեղ տուն էին կառուցում, բայց հոգիներում փայփայում էին մեկ երազանք՝ վերադարձ դեպի երկիր։ Նրանք խենթ ու խելառ էին, ծուռ սասունցի էին, որովհետև կարող էին մեկ օր արթնանալ եւ որոշել, որ անցնում են սահմանն ու գնում դեպի Անդոկ, Ծովասար ու Մարաթուկ։ Նրանց չէր հետաքրքրում, նրանք չէին ուզում հասկանալ, որ կա սահման ու սահմանապահ։ Նրա հերոսները բժիշկ չեն ընդունում։ Իմ ցավն ինձ հայտնի է, ջանım։ Նրա հերոսները չեն մեռնում։ Մեռնելիս էլ նրանց հոգին սլանում է արևմուտք, դեպի լեռները, դեպի հայրենիքի երկինքը։ Իմ ողորմածիկ հայրն է կանչեզիս, ասում էին նրանք։ Ծովասարն է կանչե, կերթամ։ Մուշեղը շուռեք այդ լեռների կողմ ասեց, հեյ գիտի ասեց, մի մեղք եմ գործել այդ գյուղում, երբեք չի անցնում իմ հիշողությունից, միշտ ինձ վատ եմ զգում։ Խնդրեցինք, թե Մուշեղ ջան, ինչ մեղք, դու մեղք գործող մարդ չես, որն է այդ մեղքը քո գործած, խնդրում եմ պատմի, ու պատմեց, ասած տարիներ առաջ էր, այնտեղ մեկը կար թավ բեղերով, Առաքել անունով, սասունցի մարդ, իշխանաձորցի, խոսեցի հետը, մենք էլ ծանր էր լսում, ու կարճ ժամանակից հետո մտանք խաղի մեջ, ով իս լավ հարցրեց, ասի, բաբո, ես պետության մարդ եմ, հա պետության մարդ, բա ինչ ես եկել, ինչ գործում ես այստեղ, եկել եմ հավաքեմ տանեմ երգիր, մարդկանց, ովքեր որ կուզենան, երգիր, ասեցի այո երգիր, դեր տանք լավ, հետո իմ տղա Արշակին էլ ասեմ այդ մասին, որ պետք է գնամ երգիր ու երտանք, ասի չէ, չի լինի, սկսեցի խաղալ ծերունու հոգու հետ, չի լինի, այդ անասուն է բանը թող համել տղայր ինչու պիտի ասես, ես չեմ սպասի, գնացքը չի սպասի, ասի, պոեզ ներքևում կայնած ասում է, ասեց, յա, լավ, Արշագինա չասիմ, լավ անասուն թողեմ հարևանի, բա Արշագի միակ տղեն, ես Արշագին ոնց չասեմ այդ մասին, չէ ասի չի լինի բաբո, կամ երգիր, կամ քո տղեն, որոշի, ասում է, մտածեց, ընկավ մտքերի մեջ, մի պահ, մեկ էլ ընդոստ ինչքան որ հնարավոր էր, որ կարող էր այդ 100-ամյա մարդը ձեռնափայտը խփեց գետին, ասեց, թող Արշակ մնա, կացինք, ասում է, ես նորից պարտվեց այս մարդու առաջ, այ մարդ, հիմա ոնց տանեմ, լավ, ուր տանեմ, ասացի լավ, բաբո, դու սպասի, ես գնամ այնտեղ մի քիչ գործեր կան, վերջացնեմ ու գամ, ու գնացի այդ ընկերներից հետ Զորակի այն կողմը, ասում է, նստեցինք սեղան, ու քիչ անց խեղճ մարդ իմացել էր այդ խաբեությունը եւ հայոյում էր, էй, գաբուդ աշկերով տղա, քու սենցնենցը։ Նա շատ շատերին էր վարակում իր ցավով, տանում ոչ միայն իր թալինի քար ու քարապները,
այլ հասցնում մուշ ու սասուն։ Մենք մուշերի հետ դուրս եկանք ու սկսեցինք բարձրանալ դեպի Արագած։ Փեշերին ենք ու ման ենք գալիս այդ կարերի մեջ։ Մութ ընկավ, մենք գիշերով ման ենք գալիս, խոսում էր։ Առավոտյան լուսաբացին մենք հասանք Դավթաշեն։ Եվ այդ գիշեր ինձ համար դարձավ ճակատագրական, որ Մուշե Գարշոյանի հոգին, կարոտը, էությունը, երկրի հոդը, որ կա իր հոգու մեջ, ինչ որ վարակեց իմ հոգուն։ Եվ այդ օրվանից առանց տեսնելու Մուշը, Վանը, Էրգիրը, Աչմանուկը եւ այլն, առանց տեսնելու ես ապրում եմ Մուշե Գարշյանի հոգով։ Նրա գրականությունը պահանջված էր։ Հրաչյա Քոչարի ու Խաչիկ Դաշտենցի կարոտի գրականությունը ամբողջապես չէր լցնում լռության այն հսկայական անդունդը, որ գոյացել էր մեծ կորստին հաջորդող 50 եւ ավելի տարիների ընթացքում։ Նրա ստեղծագործությունները հնչում էին ռադիոյով, դառնում հեռուստաներկայացում ու կինոնկար։ Մարութասարի ամպերը դեռ չտպագրված, ուրեմն ռադիոյով ամեն օր 3:20 գնում էր ուրեմն պատմած կենթանի։ Ուրեմն ամեն առավոտ գալիս էր, հանդիպում ենք Մուշեղի հետ Գարշոյան ուրեմն սրճարանում, նստում ենք, նայում ենք, բան էսպես տեսում ենք, բան հարթում ենք եւ այլն, ժամը 3-ին Կարպից Օկտանյանի մոտ ձայնագրություն եւ ժամը 3-ին մի օր ասես թե այլն դες բանը թե Ստեփան Պոլ ինչ անենք, էլի մի քանի օր ընդմիջում ունենանք, հոգնում են բան եւ այլն, ասի մար Ստեփան Կարպիչի հետ խոսենք, բան, հետո Ստեփան Կարպիչի հետ խոսեցինք, ասեց Ստեփանը, ասեց ո՞ց թե ասեց։ Դա հերագրի նման շտապ, դա շտապ, հերագրի նման շտապ հաստրեք ժողովրդին։ Ինչ ուզում եք, հերագրի նման դա շտապ հաստրեք ժողովրդին։ Ասես ձորի միրոն նկարում ենք։ Ասի դա Սասունցի ռեժիսոր գտիրիս։ Ինչի պարտադիր Սասունցի։ Ասի ձորի միրոն նկարելու համար պետք է պարտադիր Սասունցի մեկ է լինի, Սասունցի ոչ չլինի, ձորի միրոն ուրիշ տեսակ կլինի, էլի, ուրիշ տեսակ ձորի միրոն կլինի իսկական։ Այ մարդասից Սոս Սարգսյան նախալու, էլ ինչ եմ ուզում ասեց Սոս Սարգսյանը, որ ձորի միրոն խաղա, էլ ես ինչ եմ ուզում, ասեցի, իմ խելքը չի ասում կինոյից, բայց ես գիտեմ, որ ռեժիսորի շատ բան է կախված։ Մասնակից եմ եղել այդ ֆիլմի նկարահանումներին եւ իր ապրումներին, որտեղ դա իր համար առանձնակի նվիրական գործ էր, եւ ֆիլմը իմ կարծիքն ասեմ, որ իր երևույթի մեջ իսկապես գնահատելի էր, որ այդ դժվար ժամանակներում հայ մարդը տեսավ իր որդուն, իր հերոսի զենքը ձեռքին, սա արդեն երևույթ էր։ Զենքը ներկա է Գարշոյանի գրեթե բոլոր գործերում, բայց զենքը նրա համար միայն խորհրդանիշ էր։ Իր հերոսները բոլորը հրացանով էր թվում։ Ես ինքը շատ հբարդությամբ ու ոգևորությամբ էր խոսում հրացանից։ Իր հրացան, իր որս, Գերտան որսի, բայց ինքը որսի էր գնում, բայց չեր խմիշում կրակ էր։ Կենթանական նույնիսկ աշխարհի նկատմամբ իր զենքը չէր կրակում։ Ինքը պարզապես սիմվոլիկ էր իր այդ հրացանը իր համար սիմվոլ էր։ Երևանում հանդիպեցինք, խոսեցինք, լավ չէ տրամադրությունը, հեչ լավ չէր, այն Մուշեղը չէր էլի, մի հարած, ու աչքերին կրակը առոտի պես մարդուրավան, ասում էի, դու ես քեզ առոտի տեղը իդեմ, դու վագրի պես ես նայում, իրան էի ասում, մտոր լավ չէ տրամադրությունը, ասեց ինչ ես անում, ասի դե պատահում է, որ արդեն աշուն է, մեկ կիրակի օրերին որսի եմ գնում, ասեց երևի այս կիրակի չէ, միս կիրակի կամ գնանք որսի։ Հեմ այդ կիրակին անցավ, հաջորդ կիրակի ես սպասում եմ, համուշեղը գա, պետք է գնանք որսի։
չեկավ։ 1980 թվականի հոկտեմբերի 12-ին վերադառնալով այս սարերում կատարած որսից 3 որսորդները նստում են այս փոսորակում փոքր-ինչ հանգստանալու։ Մուշեղ Գարշոյանը նստած էր այստեղ, ճիշտ իմ տեղում։ Հանկարծ բացվում է երկփողանի հրացանը եւ մոռացված փամփուշտը խոցում է նրան մահացու։